Գիտեք, եթե մենք իրոք ուզում ենք հասկանալ փողի ապագան, ասենք կրիպտոարժույթները, պետք է սկզբում հետ գնանք, պետք է բացահայտենք նրա անցյալի անհավանական առեղծվածը։ Ուրեմն եկեք միասին սուզվենք մարդկության հազարամյա պատմության մեջ, իսկապես հասկանալու համար մեր ամենահզոր գյուտելից մեկ։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա պարզ հարց է, այնպես չէ, բայց պատասխանը պատմության ընթացքում անընդհատ փոխվել է։ Այն հաստատ միայն ձեր դրամապանակի մետաղադրամներն ու թղթադրամները չեն, իրական սահմանումը շատ ավելի խորն է ու անկեղծ ասած շատ ավելի տարօրինակ, քան դուք երբևէ պատկերացրել եք։ Եվ որպեսզի իմանաք, թե այս ամենը որտեղից է գալիս, այս ամբողջ վերլուծությունը հիմնված է դոկտոր Արա Քարյանի խորը հետազոտության վրա։ Դե ինչ պատրաստ եք սուզվելու փողի առեղծվածի մեջ, եկեք սկսենք։ Լավ, եկեք մեր ճամփորդությունը սկսենք մի աշխարհից, որտեղ ընդհանրապես կանխիկ գումար չկար ու տեսնենք, թե ինչպես է հայտնագործվել փողի ամենաառաջին համակարգը։ Տեսեք, փոքր համախմբված խմբերում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում էին, պարզ փոխանակումները, այսինքն բարթերը, հիանալի աշխատում էին։ Բայց երբ հասարակությունները մեծացան, դարձան գյուղեր, հետո քաղաքներ, բարթերը պարզապես վերածվեցին լիակատար քաոսի։ Պատկերացնում եք ձեր հավերը իմ ցորենով փոխանակելու փորձը մի մեծ քաղաքում։ Անհնար է։ Պետք էր բոլորովին նոր համակարգ։ Եվ ահա այստեղ է ամենահետաքրքիրը։ Փողի առաջին տարբերակը բնավ ֆիզիկական իր չէր, որը կարելի էր ձեռքում պահել։ Ոչ, այն գաղափար էր, մի խելացի սոցիալական հայտնագործություն։ Ինչ գաղափար էր դա։ Դե դա ընդհանուր հանրային գրանցամատյան էր, մի տեսակ կոլեկտիվ հիշողություն, որը հետևում էր, թե ով ում ինչ է պարտք։ Ու պատկերացրեք, հնագետները պարզել են, որ երբեմն այս ընդհանուր մատյանը բառացիորեն փորագրվում էր հսկայական անշարժ քարերի վրա։ Դա յուրաքանչյուր գործարքի հանրային, մշտական ու անփոփոխելի արձանագրությունն էր։ Եթե լավ մտածենք, սա ըստ էության նախապատմական բլոկչեյն էր։ Լավ, գաղափարից անցնենք առարկաներին։ Եկեք տեսնենք, թե ինչպես մարդկությունը սկսեց փորձարկումներ անել փողի ֆիզիկական ձևերի հետ։ Ու այստեղ մարդիկ անհավանական ստեղծագործ դարձան։ Որոշ մշակույթներում յուրահատուկ ձևի քարերն էին օգտագործվում որպես արժույթ, ուրիշներում անասունները։ Իսկ որոշ վայրերում նույնիսկ աղի բրիկետներն այնքան արժեքավոր էին, որ որպես փող էին ծառայում։ Իդեպ, հենց այստեղից էլ առաջացել է իր աղի արժեքն ունի արտահայտությունը։ Բայց թերևս վաղ արժույթի ամենահաջողված ձևերից մեկը կաուրի խեցին էր, եւ մի պահ կանգ առեք ու մտածեք այս թվի մասին՝ 3000 տարի։ Ահա թե որքան երկար են այս խեցիները եղել փողի վստահելի ձև։ Սա անհամեմատ ավելի երկար է, քան երբևէ գոյություն ունեցած որևէ ազգային արժույթ։ Հիմա եկեք մի մեծ թռիչ կատարենք ժամանակի մեջ, տեսնելու թե ինչպես ծնվեց ժամանակակից փողը, այն փողը, որը մենք գիտենք այսօր։ Մենք անցում կատարեցինք ապրանքային փողից, այսինքն իրենց սեփական արժեքն ունեցող իրերից, դեպի ներկայացուցիչական փող։ Առաջին թղթադրամները հայտնվեցին Չինաստանում դեռ 1000 տարի առաջ, բայց համաշխարհային համակարգը, որում մենք բոլորս հիմա ապրում ենք, ծնվեց մեկ կոնկրետ պահի 1971 թվականի օգոստոսին։ Մինչև 1971 թվականը ԱՄՆ դոլարի արժեքը կապված էր իրական ֆիզիկական ոսկու հետ, բայց այդ օրվանից հետո ամբողջ աշխարհն անցավ ֆիատ համակարգի։ Ֆիատ փողն արժեք ունի պարզապես այն պատճառով, որ կառավարությունն այդպես է որոշել եւ որովհետեւ մենք բոլորս հավաքականորեն վստահում ենք այդ համակարգին։ Դրա արժեքը գալիս է ոչ թե ֆիզիկական իրից, այլ մեր հավատից։ Այսպիսով մենք տեսանք, թե ինչ տեսք է ունեցել փողը, բայց ինչ է այն անում իրականում՝ ձեզ համար, ինձ համար, բոլորիս համար։ Դե տնտեսագետներն ասում են, որ ցանկացավ հաջողված արժույթ պետք է կատարի 3 հիմնական գործառույթ։ Առաջին այն փոխանակման միջոց է։ Երկրորդ այն հաշվի միավոր է, ընդհանուր չափման միավոր ամեն ինչի արժեքը գնահատելու համար։ Եվ երրորդ այն պետք է լինի արժեքի կուտակման միջոց։ Սակայն պատմությունն այստեղ չի ավարտվում, որովհետև փողը պարզապես տնտեսությունը սահուն կերպով գործարկելու համար նախատեսված չեզոք գործիք չէ։ Այն ունի շատ ավելի խորը, երկակի բնույթ։ Այն եղել է եւ շարունակում է մնալ կազմակերպման, վերահսկողության եւ նույնիսկ շահագործման հզոր գործիք։ Ուղղակի նայեք Տիգրան Մեծի այս դրամին։ Սա պարզապես մետաղի կտոր չէ։ Սա քաղաքական հայտարարություն է, ուժի ցուցադրություն։ Յուրահատուկ Արտաշեսյան խույրից մինչև արքայական արծիվները ամեն մի դետալ ունեցել է մեկ նպատակ՝
ամբողջ աշխարհին հայտնել, թե ով է տիրակալը։ Սա մի հաղորդագրություն էր, որ յուրաքանչյուր քաղաքացի կրում էր իր գրպանում։ Եվ փողը դառնում է ավելին, քան ուղակի իշխանության խորհրդանիշ։ Այն սկսում է կրել ազգային ինքնություն։ Տիգրան IV-ի եւ Էրատոտ Հագուհու այս դրամի վրա պատմության մեջ առաջին անգամ պատկերվում է Արարատ լեռը։ Սա նշանակում է, որ մետաղի վրա դրոշվում է մի ամբողջ ժողովրդի աշխարհագրական ու հոգևոր սիրտը։ Փողն ու ազգային ինքնությունը դառնում են մեկ անբաժանելի ամբողջություն։ Եվ սա է վճռորոշ կետը։ Խոշոր պետությունների ու կայսրությունների համար փողը պարզապես օպերացիոն համակարգ է։ Այն թույլ է տալիս հարկեր հավաքել, հսկայական բանակներ ֆինանսավորել եւ վերահսկել միլիոնավոր մարդկանց տնտեսական կյանքը։ Այսպիսով, այս անհավանական ճանապարհորդությունից հետո ուր է գնում փողի պատմությունը այստեղից։ Քարե գրանցամատյաններից մինչև կառավարության կողմից ապահոված Fiat փողը երբեք չի դադարել զարգանալ։ Այն միշտ եղել է տեխնոլոգիա, որը հարմարվում է մեր կարիքներին, անցնելով լրիվ շրջան, ընդհանուր գաղափարից դեպի ֆիզիկական իր եւ կրկին վերադառնալով վստահության վրա հիմնված վերացական համակարգի։ Եվ այս ամենը, իհարկե, մեզ բերում է այսօրվան։ Պատմության միջով այս անհավանական ճանապարհորդությունից հետո մնում է տալ գլխավոր հարցը. արդյոք այս հազարամյա պատմության հաջորդ տրամաբանական քայլը զուտ թվայինն է։